Շատ շնորհակալություն, բարև ձեզ, վարչապետ Էլենա Ռոտեֆուրա Իսպի, Միլան, Իտալիա։ Ես ցանկանում եի հարցս տալ ԵՄ մշտադիտարկման առաքելության ապագայի մասին եւ կարծում եք արդյոք, որ որևէ դեր կունենա Եվրամիությունը տրիպ ծրագրի իրականացման եւ այլ հաղորդակցության ծրագրերի գործընթացներում։ Շնորհակալություն։ Եվրոպական միության մոնիտորինգի խմբի ապագայի վերաբերյալ հետևյալը կարող եմ ասել, առնվազն մինչև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի ստորագրվել, մոնիտորինգի խմբի գործունեության մեջ բովանդակային փոփոխություն չի սպասվում։ Համաձայնագրի ստորագրումից հետո եւ վավերացումից հետո իհարկե որոշակի ձևաչափային փոփոխություններ կարող են լինել եւ կլինեն, ինչի վերաբերյալ մենք Եվրամիության մեր գործընկերների հետ ունեցել ենք եւ պատեհ պահի կունենանք ավելի գործնական քննարկումներ, ինչ վերաբերվում է TRIP նախագծին, արդեն ասացի, որ մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնենք այդ նախագիծը, որովհետև ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։ Իմիջիայլոց շատ հետաքրքիր է, այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում Ռուսաստանի Դաշնությունից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է Եվրամիության համար, նույնքան կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար։ Այս թվարկումը ինքնին նույնքան կարևոր է Թուրքիայի համար։ Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այդ նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է ըստ էության մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն եւ կայունություն։ Ես ուզում եմ անվտանգության եւ կայունության գործոններում ընդգծել փոխադարձ փոխկապվածության գործոնը որպես անվտանգության եւ կայունության եւ խաղաղության երաշխիք։ Եվ ես համոզված եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք։ Ես ելի եմ ասում, իհարկե շատ բարձր եմ գնահատում, որ այդ գործոններից մեկը հենց այսօր այս ժամերին ընթացքի մեջ է։ Ես իհարկե չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան։ Դա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը իրականություն է, եւ ես ելի ուզում եմ իհեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների եւ ընկալումների կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրեց, իմիջիայլոց ասեմ, որ այդ որոշումը, դա էլ է շատ հետաքրքիր բան, այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի որ կա ըմբռնում համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց դա եղել է մեր ընկալումը եղել է այդ մի գնացքի մասին։ Եվ այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության մեզ համար անսպասելի էր, եւ սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել եւ մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ երկկողմանի իհարկե
եւ բազմակողմանի այդ վիճակագրությունը ավելի շատ դրական արդյունքներ արձանագրի։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության